Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, չգիտեմ ոնց կվերաբերեք, բայց եկել եմ ձեզ ասելով, որ մենք պատերազմի մեջ գտնվող պետություն ենք։ Պատերազմը չի ավարտվել։ Մեր սահմաններին հենց այս պահին հայոց բանակը, հայ զինվորը, հայ զինծառայողը, հայ հրամանատարը, հայ շարքայինը, բոլորս կանգնած պահում ենք Հայաստանի սահմանը, Արցախի սահմանը, մեր հայրենիքի սահմանը։ Պատերազմը դեռ չի ավարտվել ցավոք սրտի։ Ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, ունի պետական բյուջե եւ այդ պետական բյուջեի առյուծի բաժինը գնում է պաշտպանական ծառայություններին, բանակին, մեր զինվորին, մեր հայրենիքի պաշտպանին։ Ուզում եմ հիշեցնել, որ օրենքի այս նախագիծը այդ բյուջեի հետ շատ քիչ աղերս ունի։ Եվ եթե մենք այսօր ընդունում ենք այս օրենքի նախագիծը, իսկ մենք անպայման ընդունելու ենք եւ խնդրում եմ, որ բոլորը կողմ քվեարկեն, սա իսկապես ինստիտուցիոնալ լուծում է, սա իսկապես համախմբման լուծում է եւ սա պարտադիր լուծում է։ Եվ եթե մենք ընդունում ենք օրենքի այս նախագիծը, չի նշանակում, որ պետությունը որպես պետություն, բյուջեն պետական որպես բյուջե իր գործառույթները դադարեցնելու է եւ չի իրականացնելու։ Սա լինելու է զուգահեռ, սա լինելու է մեր համախմբվածության ապացույցը, այս հազարական դրամները, որ մենք ամեն մեկս պիտի վճարենք այս հիմնադրամին, վճարելու ենք ի խորոց սրտի։ Դա մեզ ոչ հարստացնելու է, նույնիսկ ամենաքիչ աշխատավարձ ստացողին եւ ամենաբարձրին ոչ էլ աղքատացնելու է։ Բայց մենք ամեն մեկս, երբ որ երեկոյան տուն ենք գնալու, այդ վճարումից հետո, երբ որ մեր աշխատավարձից պահելու են, մենք հասկանալու ենք, որ մի չնչին, մի շուղ, մի բան արել ենք։ Եվ կապ չունի, որ մենք падգամավորներս այսօր մեր աշխատավարձի 1%-ը ամեն ամիս վճարում ենք։ Եվ ամոթ է այստեղ խոսել այն մասին, թե ով ինչ է անում, ով ինչ է արել, երբ որ իրականում նայում ես թղթերը եւ փաստաթղթերը, տեսնում ես իրականում ով ինչ է արել եւ ինչ չի արել։ Ամոթ է, հերիք է, էլի։ Մարդիկ ավելի շատ բան են անում, ոչինչ չեն խոսում։ Մարդիկ լուր գնում են զոհվածների տները, ամեն ամիս կատարում են իրենց հոգու պարտքը եւ չեն խոսում այդ մասին։ Ուղղակի ամոթ է խոսել այդ մասին։ Մեզ լսում ենք ոչ միայն մենք, եւ թարգեք այս նախընտրական բաները, թարգեք խելք սովորեցնելու բաները։ Իշխանությունը եւ պետությունը գիտի ինչ է անում։ Եվ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը ակունքներում կանգնած է պաշտպանության համակարգի, երիտասարդ տղա էր, ես կարող եմ ինձ իրավունք տալ ասել, ես տեսել եմ լրագրող ժամանակ, գիտի ինչ է անում։ Ինչի եք ուզում մարդուն հիշեցնել, որ ինքը չգիտի, որ բյուջե կա եւ պետությունը այդ հոգսը տանում է։ Պետությունը իր պարտքից չի հրաժարվում։ Մենք բոլորս այդ բյուջեն, որ հատկացնում ենք բանակին, հատկացրել ենք, հատկացնելու ենք եւ դեռ ավելին պիտի հատկացնենք։ Բայց սա բյուջեի եւ այլնի մասին կապ չունի։ Եվ ունենք զինծառայողների սոցիալական ապահովության մասին օրենքների մի մեծ տրցակ։ Եվ ինչու է ձեզ թվում, եթե մենք սա ընդունում ենք, ուրեմն այդ օրենքները բոլորը այլևս չեն գործելու։ Ընդհակառակը այդ օրենքները զուգահեռ գործելու են։ Եվ Արցախի եւ ապրիլյան պատերազմի զոհվածներին, զինվորներին եւ վիրավորներին եւ դրանից առաջ 92 թվականից սկսած օրենքները գործում են։ Ըստ սոցիալական ապահովության մասին օրենքի զինծառայողների այդ մարդիկ ստանում են ինչ որ ստանում են, գուցե դա քիչ է։ Համաձայն եմ, որ դա քիչ է, բայց այդ օրենքները գործում են, այ ժողովուրդ։ Սա պետություն է, պետության մեջ այդ օրենքները գործում են։ Եվ այս օրենքը, որը մենք ընդունենք այս հիմնադրամի ստեղծման, լինելու է զուգահեռ, լինելու է սիրուն քայլ, լինելու է ճիշտ քայլ, լինելու է համախմբվածության քայլ։ Դե հերիք է, էլի, այստեղ կանգնել եւ ասել այսպես, այնպես եւ այլն։ Ինչու եք մոռանում, այդ օրենքները դուք եք ընդունել։ Բոլորս ենք միասին ընդունել եւ օրենքները գործում են։ Այո, Հայաստանի Հանրապետությունում օրենքները գործում են։ Գուցե ինչ-որ մարդկանց չի բավարարում, գուցե իշխանությունները թերություններ, սխալներ ունեն, լիքը։ Ես որոշ ոմանցից ավելի շատ կարող եմ թվարկել, բայց այս կոնկրետ հիմնադրամի ստեղծումը դրա հետ ինչ կապ ունի։ Եկեք դնենք, քննենք բոլոր մյուս սխալները, մյուս թերությունները, մյուս բաց թողումները։ Ես ձեզնից ավելի շատ եմ ուզում դա անել եւ պիտի անենք։ Որովհետև մենք գնում ենք փոփոխությունների, եւ այդ փոփոխությունները ոչ թե դուք եք անում հարգելի գործընկերներ, ձեր պաթետիկ, շնչահեղձ կամ ոգևորված ելույթներով, այլ անում է Հայաստանի Հանրապետության այսօր գործող իշխանությունը։ Իշխանությունն է գնում այդ փոփոխություններին։ Եթե չգիտեք, եկել եմ նաեւ դա ասեմ, որովհետև դուք առայժմ միայն խոսում եք։
Եկել եմ նաև ասել, որ ես իմ ելույթում առաջին ընթերցման ժամանակ առաջարկ արեցի, որ բարձր աշխատավարձ ստացողներս, օրինակ ես, իմ յուրաքանչյուր 50,000-ական դրամ աշխատավարձից 1000 դրամ ավել, այսինքն ամեն 50,000-ից 1000 դրամ վճարեմ։ Եվ երբ որ լսեցի Պաշտպանության նախարարի ելույթը եւ հասկացա, որ ուղղակի իմ կողմից դա ճիշտ չի, այսինքն ճիշտ չի, որտեղ մարդը ասում է, մենք չենք ուզում, որ ամեն մեկը շատ ստացողը շատ տա, քիչ ստացողը քիչ, որտեղ այսպես կամ այնպես շատ ստացողը կամ շատ անել ուզողը անում է դա, ընդհանրապես անել չուզողը չի էլ անում, ուղղակի հոխորտում է դատարկ տեղը։ Հերիք է շեփորը հարեք մի բան, որը չեք անում, եւ հերիք է ուրիշների արածները թերագնահատեք։ Ես դրա համար գրավոր առաջարկ չներկայացրեցի, որովհետեւ ինձ համոզիչ է թված եւ համոզիչ է Պաշտպանության նախարար առաջարկը, որ գումարը պիտի լինի բոլորի համար հավասար։ Սա շատ կարեւոր է։ Վերջում, սիրելիներս, ախր մեզ լսում են մարդիկ, լսում են։ Այդ մարդիկ նաեւ մեզ զանգում են, խոսում են, նեղվում են, նեղսրտում են, մեզ լսում են զոհվածների ծնողները, զոհվածների երեխաները, հարազատները, հայրերը, մայրերը, մենք գնում ենք այդ մարդկանց, ոչ բոլորին եմ ես ֆիզիկապես հասցնում եւ ով ում հասցնում է, ձեռքը բռնում ենք եւ մի բան ասում ենք, մարդիկ լսում են, անհարմար է էլի, իսկապես սա այն նախագիծն է, այն առաջարկն է, որ պիտի վեր կենային բոլորը, ընդդիմադիր, իշխանական, չգիտեմ, ուրիշ ինչ անուն ուզում եք դրեք, բոլորը պիտի վեր կենային, ասեն, այո, պիտի սա անենք։ Այո, սա պիտի անենք։ Մեր ժողովուրդը իրականում սրա կարիքներ չունի, հասկանում եք։ Մենք մեր համար ենք սա անում, որ մենք լավ զգանք։ Եվ եթե սրան զուգահեռ մենք անում ենք բոլոր այն գործառույթները, որպես պետություն, որ մենք անում ենք եւ պիտի անենք։ Եվ ժողովուրդը կասի ինչ լավ է, բոլորը համերաշխորեն։ Եվ եթե այս պահին Պաշտպանության նախարարը խնդրում է, առաջարկում է կամ ասում է ժողովուրդ ջան, եթե դեմ եք, եթե չեք ուզում կողմ քվեարկել, գոնե մի քվեարկեք։ Դա չեն հասկանում։ Այսինքն ո՞նց անենք, որ դուք դա էլ հասկանաք։ Մի քվեարկեք, էլի այդ անտեր դեմի կոճակը գոնե այս օրենքի նախագծով մի սեղմեք։ Կողմ չեք, հասկացա, սկզբունքային եք, հասկացա։ Ես վերջերս առաջին ընթերցումից մի հեռուստահաղորդման էի մասնակցում, որին հանձնաժողովում դեմ քվեարկած, դահլիճում չմասնակցած падգամավորը բան էր խոսում, այսպես մեծ։ Ես իհարկե հակադարձեցի ինչպես որ պետք է, բայց չի կարելի էլի այդքան մեծ խոսել։ Սիրելիներս, ախր եղածը բան չի։ Ելի եմ ասում, պետությունը, իշխանությունը խնդիր ունի, եկեք դրանք այդ խնդիրները լուծենք, եկեք հարցերը լուծենք, եկեք թերությունների մասին խոսենք, բայց այս առաջարկը, այո, դա պիտի լինի պարտադիր։ Այդ պարտադրի մեջ հասկանում եք ինչ կա։ Ես այդ պարտադրի մեջ շատ դրական բան եմ տեսնում։ Այն պարտադիրը մահակը չի, այդտեղ քնքշանք կա, այդտեղ վերաբերմունք կա, այդտեղ հավասարի ընկալում կա։ Այդ ընկալման կարոտն ենք մենք, հասկանում եք, գոնե մեր ժողովրդից սովորենք, գոնե մեր շարքային Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու շարքային զինվորից սովորենք, թե ապրիլյան պատերազմում ոնց կանգնեցին, ոնց պահեցին դիրքերը եւ մի քանիսին էլ հայոյեցին, եթե հանկարծ դիրքը կհանձնեն։ Գոնե այդ մարդկանցից սովորենք, էլի, որ հիմա մի քիչ համերաշխ լինենք։ Եվ որ հանրապետության նախագահը ժամանակին ասաց ազգային ժողովի դահլիճը падգամավորի խրամատն, դա հենց այնպես չէր։ Սա մեր խրամատն է։ Պետք լինի զենքներ պիտի վերցնենք, գնանք կանգնենք առաջի գծում եւ պահենք մեր երկիրը, մեր հայրենիքը։ Բայց հերիքա իրար, դա ինձ էլ է վերաբերում, որտեվ հիմա ոնց որ ես էլ եմ դա անում, բայց անկախ քեզ ինձ է ստացվում։ Իրար հայրենասիրության դասեր չտանք, էլի։ Չանենք այդ բանը, սիրելիներս։ Դեմ եք, հասկանում եմ, ես սկզբունքային մարդ եմ ինքս, գնահատում եմ սկզբունքները։ Մի քվեարկեք, մի եկեք, որ ժողովուրդը տեսնի, որ 131 падգամավորից 130-ը կողմ քվեարկեց, այն մեկն էլ այնքան չափազանց սկզբունքային էր, չուզեց գարնիստին։ Եկեք միասնական լինենք, ժողովուրդ ջան, իսկապես եմ ասում։ Խնդիրները պիտի լուծվեն, փոփոխությունները պիտի լինեն, բայց կոնկրետ այս առաջարկը Պաշտպանության նախարարի բերած, այդ դեպքը չի, էլի։ Այս միասնականությունն է, որը մեզ պակասում է։ Ես մի անգամ ասել եմ պատրաստ եմ կամուրջ լինել, հիմա ոչ էլ կամուրջ եմ լինելու։ Հիմա խստորեն առաջարկում եմ, եկեք միասնական լինենք։ Դա է մեր ապագան, մեզ դա է փրկելու, որովհետև էլի եմ ասում, ինչպես ելույթի սկզբում ասեցի, սիրելիներս, հարազատներս, պատերազմի մեջ ենք։ Եվ մենք պետություն ենք, մենք իրավական պետություն ենք, մեզանում օրենքները գործում են, գործելու են, եւ կոնկրետ այս նախաձեռնությունը բոլորովին չի կպնում այն մյուս օրենքներին։ Այն մյուս օրենքները լինելու են։ Էլի եմ ասում, եւ զինծառայողների սոցիալական եւ այս բոլոր բաները լինելու են, դա գործում է, դա հիմա էլ կա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Միքայել Մելքումյան, համեցեք հարգելի պարոն Մելքումյան։ Ամեն դեպքում կամուրջները մի այրեք որևէ մեկը։ Մենք բոլորս նույն ափին ենք։
Ռուբիկոնի այն ափը դեռ չենք կանցել, անցնելու նպատակ չունենք։ Ռուբիկոնի այս ափին պետք է մնանք։ Համեցեք